ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առողջապահական համակարգի բարեփոխությունների ծրագիրը ստորագրեց 2010 թվականին, սակայն այն ուժի մեջ չի մտնում դրա շուրջ շարունակվող պայքարի արդյունքում։ Հեռուստատեսային ալիքներով շարունակվում են դրա դեմ ու կողմ հաղորդումներն ու գովազդները։ Սենատորներից Մարկո Ռուբիոն հայտարարում է, թե չի կարելի քվեարկել երկրի բյուջեի օգտին, եթե ցանկանում եք կասեցնել Օբամայի առաջարկած բժշկական ապահովագրությունների համակարգը։ Եթե հանրապետականները ցանկանում են փակել պետական հաստատությունները, որպեսզի չհաստատեն առողջապահական համակարգում բարեփոխությունների ծրագիրը, նախ թող մտածեն այն 30 միլիոն մարդկանց մասին, ովքեր չունեն բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն, ասում է Օբաման։ Հանրապետական կուսակցության ռազմավարության հարցերով վերլուծաբան Ֆորդ Օ'Քոնելը նրանցից մեկն է, ովքեր նախազգուշացնում են հանրապետականներին բյուջեն չհաստատելու եղանակով չդիմել պետական հաստատությունները փակելու քայլին։ Դա նաև մեծ վնաս կպատճառի հանրապետականներին, երբ նրանք ցանկանում են հաղթել 2014 թվականի ընտրություններին, ասում է նա։ Նույն կերպ են մտածում վետերան հանրապետականներ, ովքեր լավ են հիշում, երբ Բիլ Քլինթոնին հակադրվելով 1990-ականներին նրանք չհաստատեցին բյուջեն, ինչի արդյունքում ժամանակավորապես փակվեցին պետական հաստատությունները, ու դրանով իսկ հանրապետականները հայտնվեցին ժողովրդի մեծամասնության քննադատության ներքո, ու նրանք այսօր կոչ են անում ներկա հանրապետական կոնգրեսականներին չգնալ 90-ականների սխալ ճանապարհով։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։